Մեր ոսկե ստանդարտ հանդիսացող ալերգոդիագնոստիկ մեթոդը Այն կիրառվում է նաև մեր երկրում։ Երակային արյան մեկ անգամյա հավաքագրմամբ ախտորոշվում է 295 տեսակի ալերգեն։ Ալերգիաների դեմ արդյունավետ պայքարի համար նախ պետք է գտնել բուն պատճառը։ Ահա այսպես չիպը օգնում է պարզել, թե կոնկրետ ինչից է առաջանում ալերգիկ ռեակցիան։ Ապարատը ֆլուրեսցենտ մեթոդով արդեն կարողանում է որոշել, եթե լինում է կեսկանցություն ռեակցիա, լինում հակամարմնի եւ արյան հակածնի եւ հակամարմնի միջև, որը արդեն ապարատի միջոցով գրանցվում է, այստեղ մինիմալիզացված է մարդկային ֆակտորը, մենք չունենք կեղծդրական կամ կեղծբացասական արդյունքներ։ Երբ է ցուցված այս հետազոտությունը եւ ինչ դեղորայք է անհրաժեշտ հակաալերգային բուժման համար։ Հարցերի պատասխանը ստանալու համար պետք է հրաժարվել ինքնաբուժությունից եւ դիմել բժշկի։ Ալերգիկ ռինիտը կարող է ունենալ թեթևից մինչեւ ծանր ընթացք եւ ուղեկցվել այլ հիվանդություններով։ Ալերգիկ ռինիտի առաջնակի բուժումը, առաջին օղակի բուժումը հանդիսանում է դեղորայքային բուժումը։ Մենք սկսում ենք հակահիստամինայիններով, եթե ունենում ենք դրական դինամիկա, սահմանափակվում ենք մեկ դեղորայքով։ Եթե ունենում ենք ավելի բարդ ուղեկցող հիվանդություններով տարբերակը, արդեն այլ դեղորայքի տեղային թոպիկ թերապիա կոչվում, ստերոիդների ներքթային կիրառմանն ենք անցնում արդեն, իսկ ավելի ալտերնատիվ եւ ավելի մոդեռն տարբերակը համարվում է ալերգովակցինացիան, այսպես ասած իմունոթերապիան։ Ըստ անհրաժեշտության ամբուլատոր պայմաններում կիրառվում են նաև մաշկային թեստեր կամ արյան միջոցով որոշվում է հակամարմինների առկայությունը, իսկ իմունոթերապիան իրենից ներկայացնում է ալերգիայի դեմ հատուկ բուժում։ Համապատասխան խառնուրդներով կամ առանձին մոլեկուլներով արդեն տալիս ենք բուժում։ Ցածր դոզաներով պացիենտը ստանում է տվյալ դեղորայքը, որպեսզի իր օրգանիզմը դառնա անընկալունակ տվյալ ալերգենի նկատմամբ, որովհետև ալերգիայի պարագայում մեր իմուն համակարգը աղավաղված, գերակտիվ սկսում է արձագանքել տարբեր մոլեկուլների նկատմամբ, սովորական ծաղկափոշու նկատմամբ։ Իսկ մենք փորձում ենք օրգանիզմին հետ սովորեցնել։ Այս մեթոդի շնորհիվ զգալի բարելավում է բուժառուի կյանքի որակը։ Նվազեցնելով քիմիական դեղամիջոցների կիրառումը հնարավոր է լինում խուսափել հետագա բարդություններից եւ ունենալ երկարաժամկետ ու կայուն արդյունք։ Նարէ Ոսկանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։